Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Միանգամից սկսենք Հայաստանից, որ այ մարդ, տենց օր կա, որ Հայաստանից մի հատ տարօրինակ բան չլսենք, էկրանը միացնում ենք, բոլոր էջերը գծված է, որ հմեկով ցուցադրել են Արշակյանների նոր պարերքը Եվրովիզիոնիայի եւ մի հատ Կոնչիտայի տեսքով տղա է ներկայացնում։ Ուրեմն ես նայեցի ժյուրիին, Ժորժ, դրանից շատ բան սպասել պետք չէր։ Հայաստանի հեռուստաընկերությունը ես ձեզ ասեմ, նոր չի որ տղամարդիկ կնոջ շորով են հանդես գալիս, նոր չի որ սուպեր մաման ազգի մեջ գոմիկություններ քարոզում միշտ կնոջ շորով, նոր չի որ Արսեն Գրիգորյանը այն կնոջ շորով էր խաղում եսի մի ճնեց, որ սա էլ նույն շարունակությունն է, այնպես որ Կոնչիտայա ոչ բաները նոր եք տեսել, 92,000-ական թվականներից այդպիսի բաներ կան, մինչև էդ էր որ ամոթ էր նման բանը, բերեցին, մտցրեցին, ես ձեզ ասել եմ, ամեն դերի համար Սուպեր մամա կնիկ Հայկոն, որը եկավ քաղաքապետ ու տենց գովում եք, ստացել է 500,000 դրամ փող ամեն դերի համար։ Անենց որ 500,000 դրամ կարող է հիմա դառնալ 1 միլիոն, ազգի մոտ է Կոնչիտան հասել է մինչև ազգային ժողով, վերում են տրանսվեստիտ են խոսացնում, երկրի դեպուտանկակույրերը հելում ասում են, որ մենք պետք է պաշտպանենք ԼԳՏԲ-ի եւ մնացածին, այնց որ հանրային հեռուստաընկերությունից մի զարմացեք այդպիսի բանի համար, քանի որ մասնակցողները Արսեն Գրիգորյան, միշտ կնոջ ձևով հանդես եկող Խուճուճ Արսենը, նստածա Հրաչ Քեշիշյան, Հայաստանի լավագույն, այսպես ասած, ռեժիսորը գեյ պարադի գլխավոր դիմավորողը, ինչ եք այդպես մտածում, ամբողջ կառավարությունով այդպես է։ Ու նոր եք տեսնում, որ զարմացել եք։ Անես բան ասեք, մարդը մի քիչ ապշի էլի։ Հաջորդը ինչ է ուզում ասել, ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հրադադարը, որը ընդամենը կես ժամ հետո խախտվել է։ Ուրեմն ԱԳՆ-ը այդ որ պատերազմ էր գնում, Հնդկաստանի վրա պակիստանցիք հարձակվել են 26 հատ, 27 հատ զբոսաշրջիկ են սպանել։ Այդ որ Հնդկաստանը Հայաստանի բարեկամն է, Պակիստանը չի ճանաչել Հայաստանի անկախությունը, դա մենք նշեցինք, դատապարտեցինք։ Այդ ժամանակ Արաբաթը լուր էր, հիմա իր կարճ խելքով ողջունում է, չնայած կես ժամ հետո սկսվել է կռվը։ Իմիջիայլոց ասեմ, որ մոդին հրաման է տվել, եթե կրակեն փամփուշտով, կկրակեք արտիլերիայով։ Կկրակեն արտիլերիայով, կկրակեք հսկայական բալիստիկ հրթիռով։ Եվ որպես այդ մի քանի ժամվա համար, որ փորձել են խաղաղություն հաստատեն, այսինքն Պակիստանն էլ ուզե, Հնդկաստանը ժամանակավորապես 20% ամբարտակի ջուրը բացել է, շլյուզը բացել է, որ մի քիչ ջուր գնա Ինդոս գետից։ Այնպես որ Հայաստանի խուժանապետության ղեկավարությունը, որ իրան միայն կարճ խելքով խաղաղարար ներկայացնում, ավելի շատ թշնամանար, նույնիսկ հայ ազգի համար մեկ, քան խաղաղարար։ Շարունակենք վերլուծական եթերը եւ ասեմ, որ այսօր մեզ մոտ երեկոյան Երևանի ժամանակով 22:00-ին հյուր կլինի հնագետ Հակոբ Սիմոնյանը, մենք հարցազրույց կունենանք նրա հետ եւ որից հետո հաջորդ օրը կգցենք YouTube-ով կնայեք դուք։ Նայեք։ Շարունակելով այսօրվա վերլուծականը ասեմ ձեզ, որ մի հատ տղամարդու դի են հանել ապարանի շրջանում։ Էլի պետք է ասվի նախարարություն, ներքին գործերի նախարարություն, այս հիմա սկսել եք ժողովրդին խեղդել, մի ժամանակ սահմաններին եք կրակում, հետո նենց եք անում հայերին գողանում տանում էին, նենց եք անում մառախուղի պատճառով հայ զինվորները կորում էին, այդքան ծառայեցինք մեր ժամանակ ոչ մի նորագույն տեխնիկա չկար, մեր ժամանակ, հələ որ մառախուղից մենք ոչ մեկս չկորանք սահմանների վրա, այն ժամանակվա չճշգրտված սահմանների վրա 93-5 թվի, այդքան տղա կորցրեցիք, սպանեցիք, հիմա սկսել եք մարդկանց բրդել ջուրը,
Ինչ է կանում, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկ էլ չգնա գետին կամ ջրի մոտիկ։ Այմար ծով է չունենք, բա որ ծով ունենանք, որը քանի հազար հոգու եք տանելու խեղդեիք։ Ծով չունենք, որ փուճուր ջրերի մեջ այսքան մարդ եք խեղդում։ Բա որ ծով ունենանք, քանի հազար հոգու եք խեղդելու։ Սենց եք պարում ձեր ամեն ինչը։ Ոչ մի բանում ուշադրություն չկա, օրական մի հատ դիակ են անում ջրից։ Ինչից են անում ջրից, փուճուր կանալից, գետից, էս ինչից, այն ինչից։ Ինչ այդ Հայաստանը հետ ինչ ունի, որ այդքան ջրերի մեջ մարդ է խեղդվում։ Երկու բուռ ունի, մի կռոշկա ջրի մեջ 10 հոգու խեղդում եք։ Սուտասանի մուլտֆիլմը ձեր իշխանության մասին է, որ ասում է ընկավ են Սուտասան թագավորը ասում հա այդ մի աշկանին ընկավ իմ կոֆեից բաժակի մեջ խեղդվեց։ Ինա դու եք անում Հայաստան։ Շարունակելով այս թեման ասեմ, որ երեք չգիտեմ նշեցի թե չէ, Ալեն ասում է մարիխուանան բերենք օրինականացնենք։ Այն որ դուք նարկոմանության վրա միլիոններով փող եք աշխատել Հայաստան, ներմուծել եք նարկոտիկ 16-17 միլիարդի փող եք աշխատել, սրանում ոչ մի խոսք։ Բայց այն որ ուզում եք օրինականացնեք, այսինքն վերջնական ուզում եք ժողովրդին փչացնեք սարքելով Վրաստան, իմիջիալից ես այսօր Վրաստանի մասին լավ վերլուծական ունեմ, որը բառացի թարգմանություն ունի նաև անգլիական հատուկ ուժերի, հատուկ ծառայությունների դակլատից, որը ներկայացվում է կառավարության ինչ երինից ներկայացնում Վրաստանը եւ ինչ քայլեր պետք է ձեռք առնել, որպեսզի Վրաստանը չհայտնվի ռուսական ուղեցրում կամ պատժել Վրաստանի շատ չորը։ Հեսա հերթով կանդրադառնանք Վրաստանին։ Մեկ էլ մի հատ լուր եկավ, որը բավական ծիծաղելի է, հարգելիներս, լուր եկավ այսպես, որ երկու մանրավաճառ կանայք, մեկի անունը Նախշուն, մյուսինը Սիրուն, երկու հատ վրացի վարորդի տարել են Բագրատունյաց փողոցի վրա գտնվող մի, ինչ ասեմ, ռեստորան չի, սաունա չի, հասարակացություն, ավելի ճիշտ, ու $4500 թալանել են։ Ոստիկաններ ինչ եք շտապ գտել դրանց, լավ են արել թալանել են։ Մի անգամ է թող հայերը թալանեն վրացիկին, ինչ կլինի։ Այդքան տարի վրացիկը ճամփեքի վրա հայերին թալանում էր, մի հատ դատական գործ չլավ։ Այս է ձեր ոստիկանությունը։ Նորմալ մարդուն կծեծեն, բանկանեն, ոչ մեկը չեք գնա, բայց վրացու թալանելու համար ձեզ կճղեք կգտնեք։ Պայմանական Նախշունին ու պայմանական Սիրունին, ով գիտե անունները փոխած է բնականաբար։ Ուղղակի շատ հետաքրքիր է, Նախշունն ու Սիրունը թալանել են վրացուն ուշքս գնաց նյութի վերաբերյալ։ Անցնենք հիմնականում Վրաստանի թեմային, այսօր միջազգայինը Վրաստանի թեման ենք անցնելու, Խորհրդային Միության հետաքրքիր փաստերից, որը խիստ գաղտնազերծված էր, եւ կներկայացնեմ պատմական մասը հայ մեծերի մասին։ Ուրեմն սկսենք Վրաստանի մասին զեկույցը։ Նախ Վրաստանի մասին մենք բոլորս գիտենք այնքան, ինչքան որ վրացիների հետ ապրել ենք, մեր հարևաններն են վրացիները, հա, պատմությունը ամբողջ գիտենք, չպետք է վերանորոգել, ասենք վերջին մի քանի տարվա, ոնց եղավ, որ Վրաստանը անցավ Ռուսաստանի թևի տակ։ Նախ ես ասել եմ ու կրկնում եմ, Սաակաշվիլին ռուսական շպիոն էր, ոնց որ Նիկոլը։ Նույն խաղնախան, բայց շատ բազմակի օգտագործելուց հետո Սարքին լախանկա գցեցին բերդի բացառում Նիկոլն նույն լախանկա իրավիճակում հայտնվի ճաղերի ետևում Հայաստանում, բայց ես ասում եմ որ կթռի։ Հիմա տեսնենք կթռնի թե չէ, քանի որ Ռուսաստանը որ հենց վիրավորական արհամարական ընդունեցին, իրան մնում է երկու տեղ փախնելու, կամ Բաքու, կամ Անկարա, Անգորա։ Հիմա տեսեք, Վրաստանը ինչ ընտրեց։ Քանի որ պատերազմը Ուկրաինայի հետ գնում էր, Վրաստանի վարչապետը բլթացնում է թե մեզ Եվրոպան ստիպել է երկրորդ ճակատ բացել, սա արդեն բաց էին խոսում, բայց ինչ է եղել։ Եվրոպան ստիպել է ճակատ բացել ինչ ֆորմատով։ Նախ Եվրոպան ցանկանում էր, որպեսզի ստեղծվի ՆԱՏՕ-ի պաշտպանական բազաներ ամբողջ ճանապարհի բերանով։ Ինչու՞։ Երբ որ վերցնում ենք մենք Վրաստանի քարտեզը, տեսնում ենք աշխարհագրական տարբերությունը, տեսնում ենք որ ռուսները որ Վրաստան մտան, ռուսները պատերազմով չէին կարող մտնել, դրա համար խապկանք գնաց 1801 թվականին այս մասին արդեն պատմել եմ, Հիրակլի 1-ին որ տվեցին ստորագրի թե վրացական քարտլի թագավորությունը ամբողջությամբ մասնա Ռուսաստանի մեջ, բայց պատմեցի ստորագրելից հետո Հիրակլին մեռավ, իսկ երրորդ թե երկրորդ կինը, երկրորդ կնոջը ուղղակի թերերով կտրտեցին նորածին երեխայի հետ,
առաջի կինը Դարեջան Ալեքսանդր Որդու հետ փախավ ֆարսիկների կողմ եւ սկսվեց Վրաստանի նվաճումը բառացի, վրացիներին իրենք չէին կարող զորքով նվաճել, ինչի ոչ թե Վրաստանը հզոր երկիր էր, ոչ, լեռնային ամբողջ Կովկասյան լեռները որ կա, այդ ամբողջը Վրաստանը, տեսեք, մենք այդ պատմությունից գիտենք, որ միշտ ճորապահակ եւ մնացած տեղերը հայկական զորքերը կանգնում են, չէ՞, քանի որ Վրաստանը Հայաստանի մարզերից մեկն էր։ Հայկական զորաբանակը միշտ կանգնում էր, որպեսզի այնտեղից այդ նեղուցով, այսօր ռոքի լեռնանց եւ մնացած 2-3 նեղուցներով չմտնեն Վաճկատուն ցեղերը, ու երկար ժամանակ դա հայերին հաջողվել է եւ ամեն ինչ պահել են իրենց ձեռքում, նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ անցել ենք մենք Հյուսիսային Կովկաս եւ հնազանդեցրել ենք տեղի բոլոր ցեղերին։ Սա մեկ։ Երկրորդը Ռուսաստանը որպեսզի շատ զոհեր չտար, շատ գեղեցիկ կերպով պատերազմը ինքը պարտավոր էր գրավել Օսեթիան եւ Աբխազիան։ Սա ես ներկայացնում եմ ոչ թե լավ անում Ժորժ ջան, Ռուսաստանը կա ու կմնա հայազգի համար մեկ թշնամիներից մեկն ու պրոդյուսերը։ Ուղղակի ես ներկայացնում եմ վերլուծականը ոնց են ներկայացրել անգլիական կառավարությունը։ Դրա համար Ռուսաստանին պետք էր մեծ քանակությամբ զորք, որ ծովի կողմից հարձակում ունենար։ Ծովի կողմից էլ հարձակումը այդքան ուժեղ չէր լինի, քանի որ ծովափի Վրաստանի երկարությունը տեսել եք Աբխազիայից այսպես թեք գալիս է ներքև։ Կարող էին Աբխազիայում գտնվող, եթե Վրաստանին լիներ զորքերը, թուլացնել ռուսական բանակը։ Դրա համար ռուսներին օդի պես անհրաժեշտ էր ներքին խառնակություն սարքելը Աբխազիան ու Օսեթիան անկախացնելը։ 2008 թվականի Սաակաշվիլիի ռուսական հրամանով կազմակերպված հանցագործության կողմից, ինչպես 3 հեռուստատեսությամբ լսեցի, ծիծաղը պահաստորեն մուտիլովկան ֆրասնել ասում են պտուտական, պտուտակիչ ծիծաղը սեկավ այդ թարգմանության վրա, խաբեցին եւ պատերազմ հայտարարեցին Վրաստանի նման ողբալի պետությունը Ռուսաստանին, որոնց բնականաբար պետք է պարտվեր Աբխազիան ու Օսեթիան ռուսական զենքի տակ անցան, մասնակի անկախություն ճանաչվեց մի երկու երկրի կողմից եւ ռուսական զորքերը այնտեղ են։ ՆԱՏՕ-ն պատրաստվում էր այս ժամանակ Ռուսաստանի թուլացած ժամանակ բազաներ տեղափոխել, ուշադիր եղեք, բազաներ տեղափոխել, որի հետ համաձայնվել էին Վրաստանի կառավարությունը, ինչպես նաեւ թուրքական զորքեր, Բաթումից մտցնեին, առաջինը պահեին որպես նավահանգիստը Փոթի, որը առյուծի բաժինն է բերում Վրաստանի ու Հայաստանի, ինչպես նաեւ Բաթումը եւ ուղղությամբ ուղիղ գնային դեպի Աբխազիայի կողմ, իսկ մնացածը Օսեթիայի եւ մնացածի կողմից խփեն ռուսների։ Իսկ ինչ վերաբերվում այդ պատերազմին, որը Ռուսաստանը իմանում ու ահա որ զայրանում եմ ասեմ ձեզ թուրքերի հետ ինչքան է խոսան իրենք բոլոր պայմանագրերը եւ տեղեկությունները գիտեն, այդպես են վկայում հենց բրիտանական աղբյուրները, որ եթե տեսեք ամենանեղ տեղը մի մեքենայի ճանապարհ անցնում է Սոչից մինչև Գագրա, նրանից հետո բացվում է ծովի հավասար տափարակ մասը, որտեղով կարելի է ռազմական գործողություն իրականացնել։ Այսինքն, եթե Վրաստանից հարձակումը լայն մասշտաբով գնար, Աբխազիայի մեծ մասը ծովափ կարելի էր վերցնել, եթե ոչ մնացածը։ Եվ ամբողջ էությունը նա չէր, որ հարձակվեն Ռուսաստանի վրա, Վրաստանը ուտեր Ռուսաստանին, ոչ, ամբողջ էությունը նա էր, որ վրացիներին համոզում էին վերականգնել տարածքային ամբողջականությունը։ Դրա համար էլ սրան վրացիները, ինչպես նաև ռուսների օգնությամբ, իսկ վրացիների գիտեք, որ Աստված չունեն, քանի որ վրացիները պատմության մեջ քանի անգամ կրոն են փոխել, քանի անգամ մամեդականից դարել են քրիստոնյա, քրիստոնյայից մամեդական, վրացիների Աստվածը փողն է։ Վրացիներին փողը տվեցին եվրոպացիք, սրանք զարգացան։ Բաթումի նման հանցագործների ворջ փնթի քաղաքը, հիշեք, որ 2000-2001 թվին ով էր գնում Բաթում, փնթի Ոչլոտ քաղաք էր Բաթում, ինչպես նաև Քաբուլեթին եւ մնացածը։ Ամերիկայից եկած 10 միլիարդ փողի շնորհիվ Բաթումը դառավ նորմալ քաղաք, դառավ զարգացած քաղաք, ավելի շատ փողաֆռում, քան Թբիլիսիում, սիրուն շենքեր, հսկայական քանակությամբ զբոսաշրջիկներ եւ գնաց խաղի երկրորդ էթափը։ Ռուսները բացեցին քիչ-քիչ առևտուրը, ասելով, որ վրացական գինիները մեզ պետք են։ Ինչպես վրացիները ձեռ էին առնում, որ մեր գինին թույն է, դրա մեջ գինի չկա, բոլորը քիմիական են, ռուսները ձեն չանեցին Վրաստանին կախված սարքելու իրենց համար։ Եվ եղավ այնպիսի բան, որ Վրաստանի այդ առևտուրը
որը 2% է Ռուսաստանի, կազմեց Վրաստանի բյուջեի 14.8%-ը պատերազմից հետո, այսինքն դեռ երկար ժամանակ աշխատում էին նրա վրա, իմիջիայլոց բարձրացումը սկսել է հենց Սաակաշվիլիի ժամանակ, ես թող ոչ մեկ չասի, թե Սաակաշվիլին սրա մեջ փայտ չէր, այնպես որ ասում են Սաակաշվիլին հակառուս, այդ ամենածիծաղելու բանը, ինչքան որ Նիկոլն է հակառուս, այդքան էլ Սաակաշվիլին է հակառուս, եւ այս ճիշտ տնտեսության կախումը նորից Ռուսաստանից, սա բերեց նրան, որ Վրաստան ներմուծված ռուսական Գազպրոմի 7% փայ եւ հանցագործ կլանի գողերի ընկեր մոտիկ Բիձինա Իվանիշվիլին չիչ եկավ Վրաստան եւ եղավ իբր հեղաշրջումը, որով օրինական կյանքում առաջի անգամ արդար ընտրություն եղավ ռուսական ամբողջ պետությունը կենտրոնացավ Վրաստանը հետ բերելու վրա եւ 55%-ով հաղթեց վրացական երազանքը։ Հետո արդեն գիտեք Սաակաշվիլին ինչ եղավ, այն բերդում որ ցուցադրեցին ոնց են պատժում, փախավ Ուկրաինա, հետ բերեցին, դատեցին։ Հիմա գնում ենք Վրաստանի, Սաակաշվիլին կորավ գնաց, օգտագործեցին որպես օգտագործման ապրանք, ծակին գցին բերդ, լախնկասարք։ Գնաց հաջորդը, Վրաստանի դեռ ղեկավարությունը մնում էին արևմտյան, որպեսզի փող աշխատեն։ 22 թվականից հետո Ռուսաստանի սանկցիաներ անելուց հետո Վրաստանը աշխատել է հսկայական քանակությամբ փող, սանկցիայի ապրանքները, որպես անմիջական Ռուսաստանի հարևան եւ ծով ունեցող երկիր, հսկայական քանակությամբ Ռուսաստանին ապահովել սանկցիայի տակ գտնվող ցանկացած ապրանքներով, որը բերեց հսկայական փող, բայց կարճաժամկետ։ Արևմուտքը թե վրացիներին սկսեց հասկացնել, գիտեք ինչ կա, կամ էս կոմեք լինում, կամ են կոմ, թե չէ ձեր համար ոչինչ չի վերջանալու։ Վրացիները ընտրեցին նախ փողը կա, գինին ծախվում, տուրիստը կա, իմիջիայլոց 22 թվականի լթիվ լսեք, 22 թվականի բանակի այդ մոբիլիզացիայից փախածների շնորհիվ Վրաստանեն լծվե ուշադիր թիվ լսեք, 700,000 ռուս, որից 100,000-ը մշտական բնակություն են հաստատել։ Զգացիք թիվը 100,000-ը, եւ ես ինչպես ասել եմ, Հայաստանի պահով այնպես է ասեմ, Վրաստանի պահով այդ 100,000-ը ամեղ խեղճ ու կրակ տղեկ չէին, մեծ մասը շպիոններ էին, փողերով լավ լծված, սկսեցին վերբով կանել, սկսեցին Վրաստանը քանդել եւ եկավ այն պահը, որ արդեն Իվանիշվիլին իշխանափոխությունը լրիվ արեց, ժողովրդին փողոցում ծեծեցին, էս արեցին, հանեցին Սալոմե Զուրաբիշվիլուն, տեղը բերեցին արդեն իրենց ուզած մարդուն դրեցին եւ Վրաստանը սարքեցին արդեն 100% Ռուսաստանից կախված վիճակ։ 100%, բայց չէր եղել, քանի որ ինքը ուներ բացի տուրիստից, ինքը ուներ մի քանի բաներ, որը չէր ենթարկվում Վրաստանին։ Տեսեք, հաշվի առնելով խաղի այս կանոնը, Հայաստանին պարտվածություն են սարքում ռուսների օգնությամբ, ռուսներն ու թուրքերը, Պուտինի ծրագրի բացումը։ Հայաստանը պարտվում է, դառնում է ըստ Պուտինի հաշվարկի, պետք է դառնար Ռուսաստանից կախված, սոված, հոտած մարզ, բայց ինքը իր աղջկա 67 ռազմերը 4-ած աղջկա դոշերը տեսավ, Հայաստանին չտեսավ ու չի էլ տեսնի։ Վրաստանի վրա ազդեցին։ Վրաստանին սկսել են 14 թվականից ժողովուրդ ջան կամաց տալ էներգիա, բավական էժան գնով, այդ էր պատճառը, որ Հայաստանից գնացած էներգիան քչացել է։ Վրաստանում սարքել են մի քանի գործարաններ ուրիշ անուններով, Բորժոմին գնել էին Վրաստանից, բայց ռուս օլիգարխ Ռուսաստանին պատկանող։ Այսինքն տնտեսությունը քիչ կապեցին Ռուսաստան հետ։ Հիշեցնում եմ ձեզ, զուգահեռ նույնը կատարվել է Հայաստանում։ Բայց մի տարբերություն կա, Հայաստանը Ռուսաստանից սահման չունի, այսինքն Ռուսաստանից փոխվել ավելի հեշտ է, քան Վրաստանը, որ ունի մի քանի 100 կիլոմետր սահման Ռուսաստանի հետ։ Եվ ինչ արեցին, Ռուսաստանի գազը ստանալուց հետո այսօր առաջին անգամ վրացիները Ռուսաստանից գազ են ստանում եւ գազը ստանում էին Ադրբեջանից, գիտեք, դրա համար միշտ պաշտպանում էին Ադրբեջանին, պատերազմի ժամանակ եւ մինչեւ հիմա էլ պաշտպանում էին Ադրբեջանին, բացի դրանից Ադրբեջանը իրենց խոստացել էր Դավիթ Գարեջու բանկային համալիրը տար, որը հայկական է, գտնվում է մեր Գարդմանում, բայց վրացիները հաստատում են իրենց տա, որ Թամարաթակուին են տեղակայվել։ Սա հարցի մյուս կողմն է։ Հիմա տեսեք, վրացիներին չտվին։ Ադրբեջանը Վրաստանին տալիս է 2 անգամ ավելի էժան գազ, քան իր ներսում ադրբեջանցիներին է տալիս։
2 անգամ ավելի էժան գազ։ Բայց պարզվում է, որ այսօրվա դրությամբ արդեն վրացիները, որ գնացին այսքան ճնշումների, ծեծուջարդի, սպանությունների եւ այլն, այսօրվա դրությամբ առաջին անգամ վրացին գազ ստանում Ռուսաստանից 2 անգամ ավելի թանկ, քան Ադրբեջանն է տալիս։ Այսինքն Ադրբեջանի ժողովրդից է եւս այսինքն 4 անգամ է տալիս, 4 անգամ ավելի թանկ, քան Ադրբեջանն է տալիս, 2 անգամ թանկ Ադրբեջանի ժողովրդին ծախվող գազից, ավելի թանկ, քան Հայաստանի ծախվող գազից, կամ կարող է մի 5-10%։ Ինչա դուրս գալիս։ Դուրս է գալիս, որ Վրաստանին սարքում են ռուսական գաղութ, բայց խո այսպես չի պրծում, Եվրոպան այնտեղ 10-15 միլիարդ փող է դրել արևմուտքը, խո հենց այսպես չի պրծնում։ Արևմուտքին մնում է ինչ անել։ Քանի որ Վրաստանը փորձում է ցանկացած գնով դուրս գալ Եվրոպայի թևի տակից ու դառնալ պրոռուսական, իսկ պատերազմը Ռուսաստանը ոչ մեկ չգիտեն, որ գոռում են կհաղթի, չհաղթեց ու չի էլ հաղթելու, որովհետև Պուտինը ինքն է հայտարարել, որ համաձայնն է Ուկրաինայի հետ գնա բանակցությունների Պոլսում, բայց Զելենսկին ասաց, որ համաձայն է մի պայմանով, որ 30 օր հրադադար լինի, հակառակ դեպքում չի գնա։ Լավ, այդ հարցերը թողնենք Ուկրաինայի, գնանք իրական հարցին։ Փաստորեն դուրս է գալիս, որ Վրաստանը հանուն գազի, հանուն գինու վաճառքի եւ հանուն туриզմի մտնում է Ռուսաստանի տակ, անտեսելով նա, որ արևմուտքը այդքան փող է դրել։ Իսկ արևմուտքը, այսինքն կարճաժամկետ հաճույքի հետևից գնաց։ Իսկ արևմուտքը դա այն երկիրը չի, ժողովուրդ ջան, երկրների խումբը չի, որոնք համաձայնվեն ուղղակի մեկին փող տալ ու ասել, հա լավ, դե տղա էր, մի փողը տվինք մեղքեին, կերան տեսվա։ Արևմուտքը բացի սանկցիաներից ունի ավելի ուժեղ ազդեցության ձևերը, այստեղ նորից բարձրանում է Հայաստանի դերը, քանի որ արևմուտքը անպայման ամրանում է Հայաստանում, որպեսզի հակազդի պրոռուսական Վրաստանի եւ Ադրբեջանի վրա։ Պարզա սա Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության դակլատն է։ Ինչ ճանապարհով դեռ հայտնի չի, մենք շուտով կտեսնենք։ Ու այստեղ ինչքան փորձում արևմուտքը Հայաստանում հաստատվի, այդքան Նիկոլ Փաշօղլու, Սիրժիկի, Ռոբիկի եւ Լյովիկի ռուսական շպիոնաժի շանսերը գնալով քչանում են։ Այս ձեզ սառը ցնցող հատուկ ձեր համար եմ արել այս հաղորդումը։ Հիմա կներկայացնեմ մեկ այլ բա խորհրդային միության հետաքրքիր մասերից, որը գաղտնիք է եղել։ Քանի որ խորհրդային միությունը սովոր էր ամբիցիոզ ծրագրեր անել առանց հետևանքների նայելու լավ կլինի թե չէ, ամենաամբիցիոզ ծրագրներից մեկը խորհրդային միության եղել է, որ քանի որ Կասպից ծովը նրանք գիտեն, որ ցամաքելու է, ինչպես արդեն հերն անիծեցին Արալյան ծովի, բռնելով անապատներում սարքել ուղղակի ոչ թե փորձեցին Քադաֆիի պես ջուր հանել եւ հազարավոր կիլոմետրեր բերել անապատը սարքել ջրվող, այլ ուղղակի ապուշություն բռնեցին Ամուդարիա եւ Սիրդարիա գետերը, կդրեցին, ուղեցին բամբակի գործի մեջ եւ Արալյանը չորացավ եւ հանվերադարձա չորանալու, որտեղ Արալի մասին էլ ոչ մեկ չի խոսում, ինչքան է Ղազախստանը փորձում է գետերով ջուր լցնի, ընդամենը Արալյան 74,000 քառակուսի կիլոմետր էր Արալյան ծովը 50-ական թվականներին, այսօր Արալյան ծովը հազիվ 5000 լինի, իսկ ջրոտ մասը դուք մի հաշվեք են, որ կիսը աղոտ է, իսկական ջուր որտեղ կարող է լինի, կարող է մի 5000 լինի, կարող է 4000 լինի, իսկ այն ճահճուտները կամ կիսա անապատը, որ մի փոքր ջուր կա աղոտ, դա մի հաշվեք, պարզ է, այսինքն չորացրեցին է, դու գնալով չորանում է, հայտնի չի այս տարվա շոկին այդ 5 կամ 4000-ից ինչքանը կմնա, և Կասպից ծովը սկսեց իջնել, խորհրդային միությունը հասկանում էր, որ այս ծովը վաղ թե ուշ իջնելու է, իսկ որպեսզի հզորագույն ծրագրերը կատարեր, նա ցանկանում է մի հատ ապուշ ծրագիր կատարի 71 թվականին։ Փորձում է Հյուսիսային Սառության օվկիանոսի ջրերը ուղղել դեպի Կասպից ծով։ Իսկ ինչի, որտեղ Վոլգայի վրա այնքան հեկեր էին կառուցել, ջուրը պակասում էր Վոլգային էլ, ինչքան էլ Վոլգա Դոն կպցրին իրար, այսպիսի բաներ էին անում, Վոլգան Դոնին կպցրին, ջրերը գնում է,
սկսեց Վոլգան էլ այդքան եւ ոռոքելի էին տալիս եւ Վոլգայի այդ հսկայական տարածքը այդքան հիդրոէլեկտրոկայաններ, այսինքն Ռուսաստանը ապահովում էր, որոշում են Պեչորա գետը կպցնել, բերել Ուրալ գետով կամ որևէ մի մասով կպցնել Պերմից, բերել հասցնել Կասպից ծով։ Եվ ինչ են որոշում անել։ Քանի որ հաշվում են, տեսնում են այդ 600 քանի կիլոմետր տեղը փորելը, բանը հսկայական միջոց է ծառայելու, վերցնում են, անում են մի ապուշ փորձ, ոնց որ արեցին ժամանակին ինձ թվում է միտումնավոր Ուկրաինայում Չեռնոբիլի պայթյունը։ Վերցնում են ատոմային ռումբ Հիրոսիմայի հզորությամբ 3 հատ թաղում են Պեչորա գետից եկող դեպի Կամա հասնող ճանապարհի վրա 127 մետր խորության վրա, որպեսզի պայթելուց նրանց կարճ խելքով ամպ դուրս չի գա։ Հա, սնկային ամպ ու լուսային ամպ դուրս չի գա։ Քանի որ Մոսկվայի պայմանագրով, կնքված պայմանագրով 61 թվականի արգելվում էր որևէ երկրի սահմանային տարածքում կամ որևէ երկրի, եթե վնաս կտա այդ ատոմային փորձարկումը, չանել, սա միջազգային սկանդալ էր։ Սրանք է գցում բռնում են Պեչորան, հա, բոլորից հեռու է, համարյա բանն է, տունդրա տայգա մասն է, ինչ պետք է լինի։ Վերցնում են ռումբը դնում են ու պայթեցնում են։ Պայթեցնում են քաղաքից 5 կիլոմետր հեռու, բնակավայրերից 5 կիլոմետր հեռու, կատարյալ անասուն։ Մարդիկ այդ ժամանակվա տեսնում են ինչ լույս է բարձրանում ու սուն կա գոյանում, մարդկանց բոլորին ստիպում են, ասում են ձենեքանը գլուխներդ կկտրենք, չէ, ելեք գնացեք։ Մի քանի մոտիկ բնակավայրի մի երկու հատ յուղալում հանում են, մնացածը կողքի քաղաքման թողնում են, որտեղ հողի տակ ա եղել ռադիացիա չկա։ Ուրեմն հետագայում հաջորդը պետք է անեն 76 թվականին, բայց կանգնում է։ Իրական պատճառը ինչն է, որտեղ հենց այդ կրակելուց անմիջապես հետո արդեն միջազգային բոլոր տիեզերանավեր եւ այլն այդ ժամանակ այդ 71 թիվն է եղել, ֆիքսում են։ Ոչ միայն տիեզերանավերը ֆիքսում են, որ այդտեղ ատոմային բոմբ է պայթել։ Եվ քամին տանում քշում է այդ ատոմային ռադիացիան, քշում է մինչև Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա։ Պլյուս դրան հակառակ կողմից ծովային քամի ալնում հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կողմով, հասնում է Ամերիկայի Ալյասկայի ափեր։ Միջազգային սկանդալ է լինում, բայց բնականաբար Սովետ Միությունում չեն թողում դա լսվի եւ կանգնեցնում են այդ գործարքը։ Սրանք որոշում են, որ շատ արագ լինի մի քանի օրվա մեջ, դուք սրանց խելքին տեսեք։ Մի քանի օրվա մեջ ատոմային բոմբերով աշխարհը պետք է վերացնեին, էլի։ Դե համենայն դեպս Ռուսաստանը հաստատ 230 ռումբ էին տեղադրում ճանապարհներ։ Ուրեմն այդ մի պայթյունից առաջանում է 750 մետր երկարությամբ, 350 մետր լայնությամբ եւ 10-12 մետր խորությամբ հսկայական մի հատ տարածք։ Պատկերացնում եք, չէ՞ ինչ հսկայական տեղ է դա բացվում։ 750 մետր երկարությամբ մեկ ռումբի պայթյունից հողի տակ։ Այսինքն իրանք 230 հատ որ դնեին, մի քանի կիլոմետր է, ասենք, մեջի խո իրար քիփ չէին դնելու։ Ամեն մեկը մեկից ասենք 50 կիլոմետր հեռու դնեն, լրիվ հարցը պրծած էր։ Կրծնում էին գար, բայց քանի որ սա միջազգային սկանդալ է լինում ու հետո տեղում խորթային մասնագետները գալիս ստուգում են, տեսնում են մի քանի անգամ բարձրացել է ռադիացիան, կանգնեցնում են այս գործը։ Կանգնեցնում են այս գործը, մինչև այսօր Պերմի մոտ այդտեղ կա հենց կոչվում է Յադերնե օզերը, այդ պայթած տեղը առաջացել է մի հատ լիճ անտառների մեջ, սրանք մտածում են թե անցել է, հա, 50 տարի անց է, 54 տարի, բայց արդեն քանի տարի է ժողովուրդը գալիս է այդտեղ, նորմալ այդ բաները, հատապտուղները հավաքում են, հանգստանում են, մարդիկ գիտեն ամեն ինչ նորմալ է, որովհետև անընդհատ Խորհրդային Միությունը ինչպես խաբել է, հիմա էլ նույն Ռուսաստանն է խաբում, որ այդ տարածքը լրիվ նորմալ է, ամեն ինչ լավ է, ռադիոակտիվությունը այնքան է, ինչքան որ ասենք Պերմում, բայց իրականում այդպիսի բան չկա։ Եվ Խորհրդային Միության այս ծրագրերը, որոնցով իրենք որոշում են մի քանի մեծ ծրագրերով կործանում անեն, սա կանգնեցվում է։ Հիմա այդ տարածքում ապրող ինչ շարավղով մինչև Պերմ ապրող քանի հազար մարդ, քանի միլիոն մարդ ռադիացիայի տակ է գտնվում ու մարդիկ մահանում են ոչ մեկ չեն բժիշկներն չեն թողի ասեն ռադիացիայից է մահացել։ Ռադիացիայից ինչ որ օրգանը վատացել է, մահացել է, վերջ։ Ահա այս Խորհրդային Միության գաղտնիքներից մեկը, որը ամենաահավորներից մեկն է, հաջորդել է, ես ասել եմ, Ժուկովի կատարած գործողությանը, որ անապատում Ղազախստանի հավաքում են զորքերին եւ առաջ ատոմային ռումբը
փորձարկում են զորքերի վրա։ Ով կենթանի ամնում միանգամից կամի սավատ են անում, ուղարկում են տուն, մի պայմանով բերանը բացած գլուխը կկտրեն։ Մի քանի 100,000 զինվոր սպանում են, որպեսզի տեսնեն ինչ կկատարվի, եթե ատոմային է գցեն մարդու վրա, զինվորի վրա։ Այսպես շատ հրեշավոր պատմություններ կա, ես պարբերաբար կներկայացնեմ։ Հաջորդ ինչի մասին ուզում եմ խոսել, ես ուզում եմ խոսել մեր հայ հարուստ, ամենահարուստ հայ աշխարհի ամենահարուստ, եթե ոչ մարտապանարանցից մեկը, Գալուստ Գյուլբեկյանի մասին, ով է եղել եւ ինչ գործողություն է արել։ Նախ Գալուստ Գյուլբեկյանը ծնվել է Պոլսի Ստյուտար հայկական թաղամասում, գնացել է հայկական դպրոց, ունեցել է հայկական կրթություն, հետագայում գնացել է Փարիզ, ստացել է ֆրանսիական կրթություն, Անգլիա ներողություն, Լոնդոն անգլիական կրթություն, հետո Փարիզ եւ այլն, մի խոսքով ապրել է աշխարհի 4-5 երկրում։ Օսմանյան կայսրություն, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, չնայած նրա մասին ոչ մեկ, ոչ մի նրա ամբողջ աշխարհում չեն կարողացել սահմանափակել նրա տեղաշարժը, քանի որ եղել է աշխարհի տերերից մեկը բառացի։ Նրան է պատկանում 1923 թվականի Սան Ռեմոյի պայմանագիրը գերտերությունների մեջ խաղաղություն պահելու եւ կարմիր գիծակոչում ամեն մեկ իր ազդեցության զոնան պահելու համար, թե նավթային ընկերության։ Իրենք ու իր հայրը ներկայացուցիչն են եղել, գնել են հողեր Բաքվում, Մանթաշյանների ներկայացուցիչն են եղել Օսմանյան բորսայում եւ մնացած այլ երկրներում։ 15 թվականից հետո օգնել են որբերին, ստեղծել են բարեգործական ընկերություններ, մի շտապեք, դեռ շատ բան ունեմ ասելու, մի խոսքով ապրել են կյանքի, ապրել են Անգլիայում հիմնել են Անգլիա-պարսկական նավթային ընկերությունը, որը հետագայում սկզբում ստեղծել են Օսմանյան նավթային ընկերությունը, տեսեք ով է, հələ մի շտապեք, հետագայում ստեղծել են այս մարդիկ Անգլիա, Օսմանյանը, որ կայսրությունը պատերազմը պարտվում է, սարքում են պարսկական կամ ընկերություն, ինքը դառնում է իրաքյան պետրոլիումի տերը, բայց քանի որ պարսկա-անգլիական ընկերությունն է սարքել, դա կոչվում է British Petroleum, որի հիմնադիրը եղել է Գալուստ Գյուլբեկյանը։ Ինչ է նշանակում British Petroleum, բոլորդ գիտեք, սա նշանակում է, որովհետև British Petroleum-ին, ինչպես ռուսական Գազպրոմներ մի ժամանակ ասում էին Բրիտանիանն է պատկանում British Petroleum-ին, ոչ թե British Petroleum-ը Բրիտանիային, այսինքն բոլոր քաղաքականությունը, զորքերը, ինչպես ժամանակին West եւ Օստ-Ինդիա կամպանիաները պատկանում էին, երկիրը պատկանում էր այդ կամպանիաներին, նույնն էլ հիմա։ Լինելով այսպիսի մարդ, Գալուստ Գյուլբեկյանը, ապրելով ցոփ ու շվայտության մեջ, ձևական ցույց տալով մի քանի բարեգործական բան, լինելով աշխարհի վերաբաժանման հիմնադիրը, որը հայտնի էր կարմիր գծով, ոչ մի զարմանալու է, նա ուղղակի պատկանում է այն հայերին, որը Հայաստանի կամ Հայաստանի պետության մասին ոչինչ չի մտածել։ Մարդը ծնվել է 1869, մահացել է 1955 թվականին։ Այնպես որ շատ ես իմ երբեք չի մահացել։ Մարդ, որը աշխարհի քարտեզի վրա ինքն է վերաձևում ներառել։ Մարդ, որին պատկանում էր Օսմանյան բանկերի, Օսմանյան նավթի 15%-ը մաքուր, կայսրությանը 35-ը, իրեն 15-ը, 25-ը Բրիտանիային, դուք պատկանում եք, պատկասում եք ով է։ Մարդ, որի ածականը պարոն 5% էր, որին պատկանում էր ամբողջ մերձավոր արևելքի Աֆրիկայի արաբական թերակղզու հետազոտված եւ չհետազոտված նավթի մաքուր 5%-ը, դրա համար են իրեն ասել պարոն 5%։ Այսինքն, եթե պայմանագրայինով վերցնենք, մինչև այսօրվա դրությամբ ինչ հանք գտնում են, 5%-ը իրենն է, քանի որ դա է։ Մարդը մահացավ, չթողնելով ոչ մի բան, հայրենիքին 0, մի երկու հատ հայ օգնեց ձեռի հետ են իր սիգարի զդաչիները գցեցին ասին բարեգործություն, մարդ, որը որոշել է աշխարհի քարտեզները վերածևում, Գյուլբեկյանն ասե դուստից էս կողմ չանցնես հզորագույն երկրներին, ինքը իր ազգի համար 0։ Քաղաքական առումով 0։ Ժողովուրդ ջան, հիմա կասեք ինչ է Սեբաստիան, բերեք հասկանանք մի մարդ, որին պատկանում է Արամկո ընկերությունը։ Խոսքը ես հիմա գնում եմ աշխարհի ամենաթանկ նավթային ընկերության մասին, Սաուդյան Արաբիայի Արամկոն, որը 10 տրիլիոն դոլար արժի։ Պատկերացեք 10 տրիլիոն դոլար արժեքով, ինչ չասեմ, ձեզնից մեկը որ չասես երազանքի գիրքն են գար։
վերցնում եք որպես մաքուր հայ ձերն ա լինում։ Ու ինչա որոշում Արամկոն։ Արամկոն ասում է նավթը բարձրացավ, նավթը թռնում է, Արամկոն կես ժամ հետո ասում է իջավ, մի անգամից ընկնում է։ Այսինքն աշխարհի պետությունների տնտեսությունը այսպես մատների վրա խաղացում է Արամկոն, ճիշտ։ Հիմա պատկերացեք, Արամկոյի տերը լես ու չկարանաս հայկական հարց լուծես։ Արամկոյի տերը լինես դու ասես դուստի ցենկոն գնա դուստի իր պայմանագիրը բացեք, կարդացեք, կարմիր գծեր է կոչվում, որտեղ ինքն է որոշե Գյուլբեկյանին են հետևեք, որ երկիրը որտեղ ինչ անի։ Ես ապշած եմ սրա վրա ու շատ մարդիկ կան ասում են, օ, իմացեք մարդու գործողությունը ի՞նչ արի, ամբողջ կյանքը լավ ապրել է, փողերի կես Անգլիա, կեսը Պորտուգալիա մի չնչի մասնա, Ֆրանսիա ջուրներ հետ տվե առը գնացեք գործե, ումա պետք է տենց հայ է։ Ումա պետք է տենց հայ է։ Ավելի լավ չէր ունենա դրա կեսի կեսը ավելի մեծ գործանել։ Ինքը ավելի հարուստ մարդ եղե, քան Արիստոտել Օնասիսը։ Ավելի վլիացելի Արիստոտել Օնասիսը հարուստ էր աշխարհի համարում էր հարուստ, բայց ինքը այդ կարգի բան չուներ, եթե այդ կարգի ունենար, Թուրքիայից թնկը թողեր։ Ինչ է դուրս գալիս մարդ, որը միշտ թուրքերի հետ է խաղաց, հետո թուրքերին չի կարացայնել այն թվին, որ ինքը եղերնի ժամանակ արդեն Թուրքիան կործանվում էր, ինքը պետք է ինենց հարց դներ, չէ որ ինքը եսի երբ չի եղա ձենը բարձր 23 թվին Լոզանի պայմանագրով Հայաստանի բանը պատվիրակությունը չթողեցին նես։ Ֆրանսիան դույս եկավ ասեց կներեք սենց եղավ, Անգլիան բանը թքին գրեն, թուրքերը ելան ասին ձեր քրիստոնյաները ձեզ սենց արեցին, հայոյեցին, այ տենց են արել։ Մենք ատում ենք ձեզ, դուք պիտի մեռնեք։ Ու գալուս Գյուլբեկյանը նույն թվին Սանրեմոյում աշխարհի քարտեզն է որոշում Հայաստանի մասին զրո։ Էում է պետք քո փող ունենալը կամ քո հետ հայտնի լինելը։ Հասկանում եք, այսօր տենց հայեր չկան, լեքն են։ Լեքն են ամբողջ աշխարհով տենց հայեր կան, ում են պետք։ Ասենք 100 միլիարդ է դառնում, ընդից 100 դրամ ուղարկում է սահո ապրես։ 86 Արսլանովը ամբողջ աշխարհի բրիլյանտի տերը Արսլանովն է, մեռավ տղեն դեղից մեռավ, ինքն է մեռավ գնաց, կծիպ սատկում էր։ Տղեն նարկոմանությունից մեռավ, ինքն է մեռավ գնաց, ում էր պետք։ Ամբողջ կյանքն է հին շորերով էր ման գալիս, աշխարհի բրիլյանտի տերը Արսլանովը։ Ու սենց շարունակ։ Արսլանովի եմի եղբայրն էլ եղել է դե արի մի ասարա, թուրքությունը մեջներից ինչ-որ բան եղել է սրանց մեջ, դավաճանություն, եմի եղբայրն է Արսլանովի, բացեք տեսեք, թուրքական բանակի նշանավոր զորավոր ու գեներալ եղել Օսմանյան բանակի։ Ում եք պետք, սենց որ պետք լինեք, դուք ում եք պետք։ Բա դու ունենաս աշխարհի ամբողջ նավթի 5%-ը։ Թիվը հաշվեք քանի տրիլիոն անում, դու չկարենաս քո ազգի համար հարց լուծես։ Հետո կանգնում է, հա, Եվրոպայում մի հատ պոստի թուրք կա, այնի վատություն կանի։ Էնի կանգնում է իր ազգի համար, ստե 100 հայկան, հայ հոտը չի գալիս։ Ռուսաստանի հարուստների 40%-ը բանկերի 80%-ը հայերի ձեռն են, բուշլաթի թևի պես ապրում են։ Այսա ցավին։ Դրա համար մենք սրանց պետք է չընդունենք, հա, Գյուլբեկյանի ես չեմ ասում։ Մենք պետք է այն հայերը, ով որ ունի հնարավորություն իրենից վախում են, եթե ենք իր հայրենիքի հայի մասին չի մտածում, մենք այդ մարդկանց չպետք է ընդունենք։ Մենք ես Գյուլբեկյանին չեմ ընդունում, կարող է դուք ընդունում եք, ես այսքան իմանալով չեմ ընդունում, կարդալով նրա պայմանագրերը, նրա արած գործերը, նրա ձայնը բարձր աշխարհում, ես չեմ ընդունում։ Նույն թվին Լոզաննա կնքվե, նույն թվին Սանրեմոնա կնքվե։ Իմիջիալը Սանրեմոյի հաջորդ պայմանագրով հաստատվեց նաև Լոզանը, որ ճիշտ է։ Էլի Սանրեմոյում էր, էլի Իտալիայում երկուսն է։ Գյուլբեկյանի նման մարդը, որ աշխարհ էր որոշում, աշխարհի ճակատագիրն է որոշե, չկարացավ իր ազգի համար մի բան որոշի, չկարացավ այդքան թույլ էր, չկարացավ ասի գոնե Կիլիկիայում, այս Կիլիկիայում 50,000 քառակուսին տվեք հայերը ապրեն, կամ 30,000, չկարացավ ոչ մի բան։ Այտենց է թողեց մնա։ Չկարացավ Սովետին այնքան փող տա, Ստալինն է փողի մեռակ ջհուդ, որ բանը Արցախն ու Նախիջևանն ու մնացած մասերը չգնար։ Չկարացավ Թուրքիային այնց կրիզիսի մեջ գցի փողն էլ 10 կգցեն, որ հայկական հող որևէ մաս վերցնի, թեկուզ 10,000 ծովից Վրաստանին սահման չկարացավ։ Տեսեք, ինչ մինիմում բաներ եմ ասում։ Դրա համար այսենց հայերը մեզ պետք չեն։ Մանթաշով չի է, որ բոլորին տանի, սովորացնի, բերի, հետագայում կան գլուխն ուտեն իրա։
Մանթաշովը ուրիշ մարդ եղել, սա լրիվ ուրիշ։ Ամբողջ կյանքը մի անգամ ոչ չի դրել Հայաստան։ Սրա հայ լինելու ում ապել։ Ամբողջ կյանքը մի անգամ Հայաստան ոչ չի դրել։ Հո Պողոսն ու բար փաշա չի, որ միջազգային հայկական հարցը բարձրացրել էր եւ այլն։ Այ դրա համար եմ ես ասում, ոչ սա, ոչ այն ժամանակվա Մյուռատ Նեապոլիտանացին ճղում էր իրան, թե ինձ տվեք Իսպանիայի թագավոր, տվին Իտալիայի թագավոր, ինֆակտը խփեց իրան, վայ ոնց կլինի։ Եկավ հետո Արցախում ապրեցին Ռոստամզալը, բա եկել էիք աշխարհի տերը կայսրությանը եք, ասեք Հայաստանը ազատագրեք։ Ինչի տարակ Եգիպտոս սպանել տվիք։ Աշխարհի Հայաստանը ազատագրել տայեք։ Չեք կարող ճամփի վրա մի քաղաք, երկու քաղաքի վրա Նապոլեոնը ասեք ստեպտի հայելել է։ Այսա ես Ժորժ ջան ինչ եմ ջղանանում, այ հայ այս տեսակը չեմ սիրում։ Դրա համար հայանա ու մեջ Աստծո մասնիկը կա, որտեվ Աստծո անունն էլ է հայ, հայ բարձրագույն, հայլի է, սուրբ, բարձրյալ։ Իսկ ում մեջ չկա, նա կարա փող ունենա, բայց հայ չլինի։ Եթե դառնա անտեր մեռել։ Ուրիշ տեղեր եթե իր համար կայֆավատա լինի, ամբողջ պատերազմը եղել աշխարհում իրար են մորթե, հայերին էլի մորթել են, ոչ մի բան ինքը կայֆերի մեջ, Ֆրանսիայից անցնում է Պորտուգալիա, Պորտուգալիայից թռնում է Անգլիա, Անգլիայից թռնում է Սինգապուր, Սինգապուրից թռնում է ես իմ այդ ժամանակվա ոչ պատերազմական տեղերը, կայֆերով, ծովերի ափի, Մարրաքեշ, հա սիրուն, խապշիկներ, բան, Ամերիկա, Ռիո դե Ժանեյրո, կայֆավատով գայս, ինչ։ Այդ ձևի հայեր մեզ պետք չէ։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայ ազգին երկին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որովհետև նրանք տականք են ու թիկունքից խփող։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Բաբերթում, Արդվինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։